ամենակարևոր նպատակը օլիմպիական չեմպիոն դառնալն է, եւ նպատակը այն է համաշխարհային ռեյտինգում առաջին տեղը լինելը։ Միշտ հարցնում են, արդյոք մենք պետք է վախենանք քեզանից եւ այլն, բայց ես միշտ ասում եմ, որ ոչ, ինձ հետ ուղղակի դուք ավելի ապահով կլինեք։ Ես Անիտա Մարկյանն եմ, կարատեիստ։ Անձնական մարզիչս հենց հայրս է, ու ծնվել եմ սպորտային ընտանիքում, հայրս նույնպես զբաղվել է սպորտով ու հենց կարատեով։ Եվրոպական խաղալի մեդալն է, որը պատմության մեջ առաջին մեդալն էր Հայաստանի Հանրապետության մեջ մեծահասակների պայքարում։ Իրականում հենց այդ մեդալից հետո ես որոշեցի, որ պետք է գնամ պրոֆեսիոնալ սպորտսմենի ուղով։ Բոլորի մոտ տպավորություն է, որ ես ջղային լուրջ աղջիկ եմ, բայց իրականում ես ավելի մարդամոտ եմ, ավելի շփվող եմ, ինչ ոչ ավելի աղջկական եմ։ Ինձ հաճախ երբ դիմահարդարում են տեսնում ընկերներս, զարմանում են, ասում են ոնց դու ես այդպիսի բաներ անում, բայց իհարկե սպորտը եւ աղջկական լինելը իր հետ ընդհանրապես կապ չունեն։ Շատ ստերեոտիպային է վերաբերմունքը կարատեիստ աղջիկների հանդեպ, ինձ շատ տարօրինակ հարցեր են տալիս այդ թեմայով, երբ իմանում եմ, որ ես կարատեիստ եմ, իրենց թվում է, թե սպորտը, հատկապես մարտարվեստները, կարատեն, մարդկանց մեջ առաջացնում են ավելորդ լարվածություն, ավելորդ, չգիտեմ, ուժի կիրառման ցանկություն եւ այլն։ Կարատեն առաջին հերթին մարդու մեջ հավասարակշռվածության զգացում է առաջացնում ու դիսցիպլինա։ Մենք մեր մարզումները, մեր մրցաշարը, մենք սկսում ենք խոնարհումից, ինչը երեխաների մոտ, մարդու մոտ առաջացնում է հարգանք, ամեն հարաբերություն առաջին հերթին սկսում է հարգանքից։ Ու մեր ընտանիքում հստակ դրված է, որ մենք պետք է կարևորենք սպորտը, այն չափանիշը չէ, որ ուժը կա, պետք չի այլևս իմաստությունը, պետք չի կրթվել։ Երազանքները այնպիսի բաներ են, որոնք ուղղակի երազում ես ու վերջ, շատ կցանկանայի աղջիկների թիմային հավաքականը լինել աշխարհի չեմպիոն։